Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում անվտանգության կանոնների հրահանգավորում են անցնում, որ հետո արդեն սեփական աչքով տեսնեն այն ամենը, ինչի մասին շատ լսել, բայց չէին տեսել։ Խոսքը Հայաստանի թիվ 1 հարկատուի մասին է։ Դպրոցականներով ավտոբուսը ավանդույթի համաձայն նախ բաց հանքի դիտակետ է ուղևորվում։ Այստեղ հասնողը չի թաքցնում զարմանքը, 14-ամյա Թամարան նրանցից մեկն է։ Չէի պատկերացնում, որ այսպես հանքի մասին այսպիսի պատկերացումներ չունեի, մտածում էի, թե հանքը ինչ-որ sense փակ մութ ինչ-որ տարածք է, այդպես էի պատկերացնում։ Պարզվեց, որ միայն մեքենաներ են այստեղ, շատ ուժը այդքան շատ պետք չի գալիս, ամեն ինչ կատարում է տեխնիկան, ինչը զարմանալի էր ինձ համար, քանի որ ուրիշ պատկերացումներ էի կազմել կոմբինատի մասին ընդհանուր։ Ժամացույցի ճշգրտությամբ է աշխատում հանքաքարով բեռնված հսկա տեխնիկան բաց հանքի տարածքում, տեղաշարժվում սահուն ու ըստ ծրագրածի։ Սա տպավորիչ էր պատանիների համար։ Մասնագիտության հարցում դեռևս չկողմնորոշված դպրոցականները այցը եզակի հնարավորություն են համարում։ 400 ամենատարբեր մասնագիտության տերմարդիկ են այսօր կոմբինատի շարժիչ ուժը։ Այսպիսի այցերից մարդիկ պատկերացում են կազմում ընդհանուր ոլորտի մասին, աշխատանքի մասին, արդյոք այդ աշխատանքը իրենց հոգեհարազատ է եւ կարծում եմ մեր երկրում այսպիսի այցեր պետք է շատ լինեն։ Դպրոցականների ճանաչողական այցը ավելի շատ գործնական պարապմունք էր։ Քիմիական լաբորատորիայում հետևեցին ռեակցիաներին, իմացան դրանց արդյունքում ստացված մետաղների գործածության մասին։ Լաբորատոր սարքավորումները անտարբեր չթողեցին հատկապես Միլենային։ 23-ը այստեղ է ու ասում եք Ես մտածում էի, թե դաստիճան ինչի զարգացած, բայց նաև պայմաններին ծանոթացա, որ անվտանգությունը առկա է եւ ոչ մի վնաս ոչ մեկին չի հասցվում։ Բաց հանքը, որ պատկերացնում եք փոշին, կեղտոտ, երեխաների մոտ այդ պատկերացումն է, ինչու ոչ միայն երեխաներին, նաև մեծ մասի բնակիչների, երեխաները տեսնելով հանքը, մեխանիզմները հասկացան, որ մինիմալ վիճակի է հասնում փոշին, աղտոտվածությունը եւ բավականին մեծ ուշադրություն են դարձնում շրջակա միջավայրի պահպանությանը։ Կոմբինատի աշխատանքի բնապահպանական հարցերի շուրջ դպրոցականները խոսեցին ձեռնարկության լրատվության եւ բնապահպանության բաժինների ներկայացուցիչների հետ եւ ստացան սպառիչ պատասխաններ։